Արամի 9 հասցեն է, Արամ Մանուկյանի տունը։ Օրեր առաջ այստեղ մաքրման, շենքի ֆասադի լվացման աշխատանքներ էին։ Այսօր արդեն այսպիսի տեսք ունի։ Ու չնայած հիմա արտաքինից ավելի խնամված է ու թարմ, այնուամենայնիվ մասնագետները ահազանգում են, հրատապ պահպանության կարիք կա։ Բորիս Մեհրաբյանն է նախագծել, հայ ճարտարապետ, որ առաջի ժանրից Երևանի առաջի գլխավոր հատակագծի հեղինակն է, եւ նրա կառույցները մինչ թամանական Երևանի բնորոշող կառույցներից են եւ այս տունը նույնպես համարվում է կառույցներից մինչ թամանական Երևանի, այսպես ցարական կլասիցիզմի։ Նախկինում այն պատկանել է Երևանի քաղաքային դումայի падգամավոր Ֆադեյ Քալանթարյանին, իսկ 1917-ին, երբ առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը Արամ Մանուկյանը գալիս է Հայաստան, Քալանթարյանն իր տունը նվիրում է նրան։ Մանուկյանն այդ տանն ապրում է ավելի քան 1 տարի, 1919-ին մահանում է։ Տասնամյակներ շարունակ շենքը բարձիթողի վիճակում էր։ Երևանի սրտում վերածվել էր այսպիսի աղբանոցի։ Վերջին տարիներին է փակվել մուտքը տարածք, ներսի աղբը մաքրվել, բայց թե երբ կվերականգնվի, պարզ չէ, քանի որ դեռևս 2005-ին մի քանի այլ շինության հետ միասին տարածքն օտարվել է։ Վերակառուցումը ընդգրկվել Հին Երևան ծրագրում, քանի որ հանրապետական նշանակության հուշարձան է։ Այդ Արամ, Բուզանդ, Աբովյան եւ Կողբացի փողոցներով պարփակած հատվածը ճանաչվել է հանրային գերակաշարժ դեռևս 2007 թվականից, որտեղ նախատեսվում է իրականացնել Հին Երևան ծրագիրը։ Նշված տարածքում առկա են մի շարք հուշարձան տներ 19-րդ դարից եւ 20-րդ դարի սկզբի, ինչպես նաեւ նախատեսված է այդտեղ տեղափոխել տարբեր տարիներին ապամոնտաժված տները, շենքերը Երևան քաղաքի այդ դարաշրջանի շենքերը նախարարությունը 2023 թվականին իր լիազորությունների շրջանակում հաստատել է, համաձայնեցրել է ընդհանուր կոնցեպտը, ցավոք իրացման աշխատանքները այդտեղ դանդաղում են եւ մեր հուշարձան շենքերը բավական անմխիթար վիճակում են գտնվում։ Հայաստանում հանրապետությունում գործող օրենսդրության համապատասխան հուշարձանների մասին օգտագործողը կամ սեփականատերն է պարտավոր պահպանություն իրականացնել, այս դեպքում կա սեփականատեր եւ նրանք պարտավոր են իրականացնել պահպանություն եւ օրենքը թույլ է տալիս, եթե պահպանությունը պատշաճ չի իրականացվում, պետությունը իրավունք ունի գերակաշարժի մասին օրենքով իդ վերցնել այդ գույքը։ Պարբերաբար քննարկվել է նաև այս տունը Հին Երևան ծրագրից դուրս վերականգնելու տարբերակը, սակայն դա եւս ձգձգվում է։ Ճարտարապետի կարծիքով պատճառն այն է, որ գուցե վերականգնեն ու սկսվի իրականացվել նաև Հին Երևան նախագիծը։ Տիգրան Գալստյանը մանրամասնում է, եթե որպես առանձին հուշարձան վերականգնվի, ապա այն պետք է պահպանվի նույնությամբ՝ արտաքին, ներքին պատեր, սենյակներ, իսկ Հին Երևանի ծրագրի դեպքում պահպանվելու է միայն ճակատային հատվածը։ Ճակատային քարերը օգտագործվում էր որպես հուշարձանային բեկորներ երեսպատման համար, իսկ նրա ետնամասում տան ծավալը կամ տան սենյակները կամ տունը առհասարակ չէր պահպանվում ըստ ներկայացված նախագծի, իսկ դրա վրա կառուցվում է նաև մի քանի հարկ, 3-4 հարկ։ Բայց անգամ այդ դեպքում արդյոք հնարավոր կլինի պահպանել տունը, որ այն քար-քար չքանդվի։ Ոլորտային պատասխանատուն արձագանքում է։ Ճարտարապետական նախագիծ շուտվանից արկա է եւ, ինչպես նշեցի, 23 թվականին վերջնական նախարարությունը իր համաձայնությունը տվել է կոնցեպտին։ Իրականացման հարցը կապված է տարածքում արկա հողերի իրացման, օտարման, դատական պրոցեսների հետ, ինչի արդյունքում դանդաղում է պրոցեսը, որպես պատասխանատու իրացման գործընթացի կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանն է, իսկ ծրագրի իրականացման պատասխանատուն քաղաքաշինության նախարարությունը հիմա արդեն կոմիտեն։ Արդյոք Հին Երևան ծրագիրը քաղաքապետարանի ենթակայության ներքո է եւ ինչ աշխատանքներ են արդեն տարվել ու տարվում Արամի 9 հասցեում։ Քաղաքապետարանից արձագանքում են կառավարության դեռ 2018 եւ 2025 թվականների որոշումներով Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակաշահ։ Տարածքը ձեռք բերող ճանաչվել է EMC ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները։ Հետո այն փոխանցվելու է կառուցապատողին։ 2014 թվականի որոշմամբ կառուցապատում
կառավարումն իրականացնելու է Old City ընկերությունը։ Հին Երևան նախագծի գոտում ընդգրկված են ինչպես երրորդ անձանց, այնպես էլ համայնքին պատկանող գույքեր։ Քաղաքապետարանից մանրամասնում են, Արամի փողոցի 9-րդ շենքը նույնպես պատկանել է երրորդ անձի։ Օտարման գործընթացի արդյունքում հիմա արդեն պատկանում է Հին Երևան համալիրի կառուցապատողին։ Թեև կսկսեն վերականգնման պահպանման աշխատանքները, իրենց իրավասության դաշտում չէ, այլ կառուցապատողի։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։